Բարև բոլորին, ես Ժանետն եմ, ես սովորում եմ Անգլիայում եւ այսօր վերջի պահին որոշեցի, որ ես թռնելու եմ նոր տարվան Հայաստան, չնայած որ որոշել էի, որ չեմ գնա։ Այսօր դեկտեմբերի 30-ն է, մի քանի ժամից թռնում եմ Միլան եւ մի օր անցկացնելու եմ այնտեղ։ Տոմսերը շատ էժան է եղել, 60 €, դրա համար այդ մի օրվա համար ինձ դարձ չեմ անում ու ասեմ, իմ ամենաչիլ հանգիստ թռիչքն է։ Այս մինչև Հայաստան գնալը դրա համար ես շատ գոհ եմ, եկեք անցկացնենք այդ օրը ինձ հետ։ Հասնում եմ ինձ հարա իմ սիրած դուխին, քուրիկիս անգարենով գիրք է կյատնվել Պադինգտոնի և մի հատ էլ գիրք ինձ եմ վերցրել, որ կարտամ ձերս ցավագը, ես սովորությունի հոգնած եմ կարող աչքիցս տեսնեք, բայց արդեն սամալյոտ եմ նստում ու ուրախ եմ, որ մի քանի ժամից կգնեմ հոտելում, հոստելում։ Այս անգամ ես ինձ մի քիչ խղճացել եմ ու հոստել եմ վերցրել գիշերվա համար, չնայած չեկինը ժամը 3-ին է, դրա համար մոտավոր մի քանի ժամ պետք է թափառեմ մինչև գնամ այնտեղ։ Հասել եմ Իտալիա։ Այս Հայաստան էլ կա պոլը։ Ազի սովորական չափսի բաժակներ են կոֆեով, ոստի գլխիս չափ երջանիկ է։ Իմ հիմնական համալսարանը, որտեղ որ ես ներկայում սովորում եմ, Իտալիայում է ու ես պարզապես Էրազմուս եմ անում Անգլիայում, այդ իսկ պատճառով ես իրականում ունեմ Եվրոպայի կացության քարտ, որը հիմա արդեն ժամկետը անցա ու ես դիմել եմ երկարացման։ Այդ իսկ պատճառով ես չեմ կարող որևէ ուրիշ եվրոպական երկրով ճանապարհորդել, բացի Իտալիայից ու թռիչքներս նայելուց Իտալիան էի դիտարկում միայն որպես տրանզիտ։ Որ Տոմսը առնում է, այդ պահին ստուգեցի դեռ կացությանս քարտը պատրաստ չէր, բայց ընդամենը 2 օր անց տեսա, որ պատրաստ է, այդ մի տեսակ ոնց որ կատակ լիներ, բայց Տոմսերս հետ գալու փոխեցի, որ երբ որ Հայաստանից գալիս եմ, մի քանի օր ավել եմ մնում Իտալիայում, որ կարողանամ մեկնեմ իմ քաղաք Սիենան, վերցնեմ կացությանս քարտը ու վերադառնամ հետ ու ի վերջո իմ ուզած chill travel-ը չեղավ։ Բայց ես չեմ բողոքում, որովհետև հոկտեմբերին ես նաև եկել էի Իտալիա, որպեսզի մատնահետներս հանձնեմ կացության քարտի համար ու դա աղավոր էր, ես եղել էի 96 ժամ ճամփին, տրանզիտում և ոչ մի մարդու խորհուրդ չեմ տալիս նույնը անել, ինչը ես այդ ժամանակ արեցի։ Ես ու իմ միակ սերը վերջապես վերամիավորվել ենք, սա չէ էլի։ Flying Tiger-ը, ոնց եմ սիրում Flying Tiger-ը, ինքը Մինիսոյին է նման, բայց մի քիչ տարբերվում է, այստեղ ավելի հետաքրքիր տեսականի կտամ Մինիսոյում շատ cute բաներ են, իսկ այստեղ կա ինքը խաղալու բաներ, նույնիսկ մեծերի համար հետաքրքիր սպաղում խաղեր։ Իրապ սա անգլիական շփուչկա է, ոնց որ պլաստմասը դե ոչ ամոթ չի, ով եմ տալիս փորձեք, բայց իմացեք որ ամոթ չի, չգիտեմ խիմ որ տալիս, դե դեպքում որ փորձեք, մեկ էլ sorry որ սպես հոգնած եմ։ Երբ նոր էի տեղափոխվել Իտալիա 3 տարի առաջ, Flying Tiger-ը ինձ ուղղակի փրկել էր ամեն ինչ ինձ պետք էր այդ պահին, թե խոհանոցի համար, թե պահեստների դիզայնի, այստեղ կար։ Գրենականը, եթե աստվածային գներ էին ուրիշ խանութներում ու անորակ էին, այստեղ կարող էի տեսնել շատ հետաքրքիր բլոկնոտիկներ, որոնց մեջ որ մեծ սիրով մինչև հիմա գրում եմ։ Ու նաև երբ Հայաստան եմ գնում, միշտ այստեղից եմ նվերները առնում երեխաների համար, քանի որ շատ էժան են լինում ու շատ կրեատիվ է։ Քուրիկ ապերիկներս միշտ հավանել են այստեղից իմ բոլոր առած իրանց նվերները, դրա համար recommend-ую։ Հասել եմ իմ սենյակը և հասցրել եմ քնել ու հիմա ձեզ ցույց կտամ դե որտեղ եմ մնում։ Սա հոստել է, շատ լավ հոստել ի դեպ, այս մնալուց հետո հասկացա։ Այստեղ մի սենյակի մեջ 3 հոգի է, կին
Եվ իրանք երկուսն չեն եկել, մենակ ես եմ այստեղ ներկապային, կարող եք տեսնել իմ փոքրիկ անկյունը։ Այս հոստելի լավն է, որ ինքը հենց Դումոյի կողքն է, այսինքն հիմնական կենտրոնի մեջ է։ Ինքը ունի ֆեն, դուշ, որը ես կիսում մենակ ես երկու աղջկա հետ։ Ես գիտեմ, որ շատերի համար, նաև իմ ծնողների, դա անհասկանալի երևույթ է, ես նախընտրում ուրիշ մարդկանց հետ մի սենյակում մնալ, բայց ճիշտ ասած ես սիրում եմ դա անել, որովհետև նոր մարդկանց հետ ես ծանոթանում անհատ եւ մենակ ես ճանապարհորդում նոր ընկերներ կարող է ձեռք բերես, իրանք էլ սիրուն նկարներ կնկարեն եւ դուք միասին կփոխանակ, օրինակ դա միայնական է, եթե solo trip չի էլի։ Շատ քիչ դեպքերում է եղել, երբ ես լրացուցիչ բագաժ եմ առել, բացի պայուսակից, միշտ միայն պայուսակում եմ ճանապարհորդել, քանի որ ինձ բավական է եղել, ինչ ես կարողացել եմ նրա մեջ տեղավորվել։ Հավանաբար, եթե կշռեմ հիմա պայուսակը, մեջը 20 կիլո կլինի։ Չելով 20 չի լինի, մի 10 հաստատ կա, 10 քանիս, 12։ Մի քանի անգամ չափել ենք 12 կիլո էր։ Ու այո, ես ուրիշ լայֆ հակներ եմ մտածում օգտագործել, օրինակ կալոսիկներով պայուսակ առնել, որովհետև շատ ավելի հեշտ կլինի այս բեռը տանելը, բայց կարող եմ վիդեո նկարեմ, թե դա ոնց եմ անում, մանավանդ լոկոստերների էրայում, շատ կարևոր է իմանաք այդ սկիլը, որը ես ձևավորել եմ 50 պլյուս թռիչքների ընթացքում ունենալով, 50 պլյուս թռիչքներ ունենալով, այո, փագեցի։ Իրական կյանքում ավելի կարմիր է, ավելի ծիրանագույն։ Իտալիայում պարետիր ամեն քաղաքում մի փողոց կա, որտեղ որ բոլոր բրենդներն են։ Ու սա երևի Միլանի այդ բրենդներով փողոցն է, ու միշտ էստեղ քայլելուց ես մտածում եմ, թե ոնց երբ հայացնանամ, վերջապես կկարողանամ հագնել այն շորերը, որոնք որ ես իսկապես ուզում եմ հագնել, որովհետև մաս մարքեթում կան շատ հետաքրքիր ձևեր չկան շորերի, իսկ իհարկե թանգնոց լյուքս խանութներում ավելի շատ հետաքրքիր տեսականի կա։ Soğana. Azıcık siliyorum. Kokmela. Են զարդարել, օրինակ Լոնդոնում որ եղել էի, քան շատ չէի հավանել, ինչքան որ ստեղ, որովհետև բոլոր լյուքս խանութները այստեղ ավելի շատ են խանութում։ Լիստ ես եմ փողոցներով քայլել, որտեղ որտեղ ավելի շատ է։ Ունեն սիրուն ամենտեղ։ Լնայեք։ Ուղղակի քայլում ես ու տրամադրությունը իսկապես բարձրանում է։ Եկել Հայաստանում եմ ես տեսնում, որովհետև շատ է զարդարված։ Մնացած եվրոպական քաղաքներում որ եղել եմ նոր տարվան սկան զարդարված ու սիրուն զարդարված չեմ տեսել։ I don't know, շատ եմ այդ մոտիվացիայի աղբյուր եմ նրանից կաղում, մտածում եմ ստեղեմ ուզում տեղափոխվեմ ավարտելուց հետո մի տարի աշխատեմ, չգիտեմ, մի հատ քննարկեմ ընկերուց հետ տեսնեմ ինչ եք մտածում, բայց շատ լավ քաղաք է։ Ասեն են չի առաջին անգամ եմ ես արդեն 4-րդ, 5-րդ անգամն է, բայց Միլանը ուրիշ է։
Այս հերթը լավը գիտեք որն է, որ ես այդ հերթի մեջ չեմ կանգնում, ես ուրիշ հերթի մեջ եմ կանգնում։ Ես որ duty free եմ մտնում, անտատ նայում հայկական Արարատ կոնյակը կա, թե ոչ, այսքան ժամանակ մենակ իրականում Վիեննայում եմ տեսել, բայց միշտ նայում եմ, ոնց որ կինոների վերջում հայկական ազգանունները եթե մանեկեք է, ես այդպես Արարատ կոնյակն եմ ման գալիս, դեռ չկա։ Опа, ой, нэг даже тупчик. Опа. Сейчас будет момент истины. Success, guys. Сумочка прошла. Я раз որևէ ավելորդ վճարների այնտեղ դեմի սողջկան մին բանի համար կանցի։ Ինքնաթիռում կողքից նստած աղջկա հետ էի ծանոթացել, ով նույնպես Իտալիայում էր սովորում, ահագին ընկերացանք ու մեր կողքի մարդիկ որոշել էին, որ արդեն կարելի է նոր տարի նշել, քանի որ նոր տարուն 4 ժամ էր մնացել, օղի էին խմում, ռաբիս երաժշտություն էին դրել։ Մի խոսքով ընդհանրապես չէինք ձանձրացել, իսկ ես արդեն հասա Հայաստան, իմ եղբայրները ինձ տանում են տուն, 4 ժամից նոր տարին է, բոլորիդ նոր տարին շնորհավոր։